Տիկին Ղազարյան, նախ սկսենք նրանից, թե ինչպես եք գնահատում 9-րդ գումարման ազգային ժողովի նիստերի ընթացքը, բովանդակությունը։ Ընդհանուր առմամբ պետք է ասեմ, որ քիչ թե շատ գոհ եմ ընթացքից, որովհետև ավելի բուռն էի պատկերացնում սկզբի շրջանը, որովհետև նախորդ անգամվա փորձը ինձ ստիպել էր նման կերպ մտածել, բայց դեռ հանդարտ եւ այսպես բարեկիրթ խոսույթի շրջանակում ենք, իդեպ այդ բարեկիրթ բառից կոնկրետ ընդդիմությունը ցնցվում է, անընդհատ շեշտադրում են, բայց առաջարկ եղել է մեր կողմից, մենք մեր կողմից մեր առաջարկը կատարել ենք, որ մենք պատրաստական ենք լինենք բարեկիրթ ընդդիմադիրների հետ, թեպետ իրենց արած հայտարարությունների, տեսագրությունների, ժողովրդին այդքան ահաբեկելու եւ տերորի ենթարկելու համար, բայց այնուամենայնիվ եկեք սկսենք զրոյական կետից եւ փորձենք աշխատենք եւ արդարացնենք այն քվեն, որ ժողովուրդը մեզ տվել է, թե իրենց, թե մեզ, եւ տեսնենք ինչ կստացվի ապագայում։ Հույս ունեք, որ կգան կառուցողական դաշտ եւ կլսեն Ռուբեն Ռուբինյանի այդ առաջարկը, որ բարեկրթության դաշտում գործեն։ Այս ամբողջ պայքարը այդ բառի հետ հենց նրա մասն է խոսում, որ ես ի վերջո իմ հույսերը չեն արդարանալու։ Գուցե նիստերի դահլիճում կարողանան այսպես իրենց բարեկիրթ քիչ թե շատ դրսևորել, սակայն ես կարծում եմ, որ աշխատանք համատեղ որևէ նախագծերի շրջանակում մենք չենք տեսնի, համենայն դեպս դա իմ կարծիքն է, որովհետեւ տրամադրվածությունը լրիվ այլ բանի մասին են խոսում, խոսույթը ելույթները լրիվ այլ բանի մասին են խոսում, թեպետ իրենք խոսում են, որ իրենք պատրաստական են աշխատել եւ այլն, գնալ համայնքներ, ես երեք իմ ելույթում էլ նշեցի, մենակ այն, որ խոսում եք պատասխանատվությունից քաղաքացու արչեւ ստանձնած, բայց առաջին իսկ վարքյանին երթման տեքստը բարձր արտասանելու հետ դուք խնդիր եք տեսնում։ Սա հարգանք է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի որպես ինստիտուտի հանդեպ, հարգանք է Հայաստանի Հանրապետության քաղաքացու հանդեպ, այլ ոչ թե ինչ-որ ծառայություն մատուցած մեծամասնության կամ իշխանության նկատմամբ կամ հանդեպ։ Ռուբեն Ռուբինյանը ասել էր, որ Հայաստանի Հանրապետության տարածքում երբևիցե չեն ապրել 300,000 ադրբեջանցիներ եւ հորդորել էր այդ խոսույթը չօգտագործել, սակայն ինչպես տեսնում ենք, դեռ մի բան էլ հիմա ադրբեջանցիներից անցում կատարեցին թուրքերին։ Ըստ ձեզ որն է այս ամենի նպատակը։ Դե ամենի նպատակը, եթե հիշում եք, նախընտրական քարոզարշավի ընթացքում հիմնականում վաղ սերմանելով քվեներ հավաքելն է եւ հիմա բոլորս ես էլ իմ պարտքը համարեցի հարցը ուղիղ հնչեցնել, թե բա ուր են ձեր ասած 300,000 ադրբեջանցիները, եթե հաջորդ օրը պետք է գային Հայաստան ընտրություններից հետո, եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն ընտրվեր, դեռ բովանդակային որևէ պատասխան այդ հարցի շուրջ չեմ լսել, Նարեկ Կարապետյանը այդ հարցին ընդհանրապես շրջանցեց, որովհետև ինչ է լինում ստի վերջը, որ ասում է ստի ոտքը կարճ է, չէ, հասան խորհրդարան եւ այլևս լռություն։ Եվ հիմա ինչ են ականատես լինում այդ բոլոր մանիպուլյացիաների վերաբերյալ հստակ փաստեր, երբ որ ներկայացնում ենք, չեն կարողանում այդ փաստարկները իրենք հերքել կամ հաստատել, խոսույթը անընդհատ փորձում են շրջանցել, նոր մարտավարություն են որդեգրել, որպեսզի կարողանան քիչ թե շատ իրենց ներկայությունը ազգային ժողովում արդարացնել։ Իսկ ինչ որ առիթ եղել է, չեմ ասում կոնկրետ անձի անուն նշեք, իրենց հետ ընդդիմադիրների հետ շփվել եւ օրինակ չեք հարցրել, ինչի, երբ որ իրենց անունները կարդում էին, գոնե իրենց անունները կարդալու ժամանակ ոտքի ինչու չէին կանգնում։ Ոչ, առանձին առիթ չի եղել, միայն ելույթների եւ ամբիոնից հնչեցված խոսույթի շրջանակում։ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ, դուք բոլորդ հայ ժողովուրդը։ Հայտարարության վերաբերյալ կխնդրեմ ձեր գնահատականը եւ ընդդիմության մասով էլ, հա, կարծեք թե ուզում է ասել, որ լիդերը ինքն է ընդդիմության, ինչ տպավորություն ստացել։ Դե անընդհատ ինքը, չգիտեմ, ինչ աշխարհում է ապրում, անկեղծ ասած, անընդհատ մեջբերում է, թե ինքը վարչապետ է դառնալու բան, այսպես իրականությունից կտրված անձնավորության տպավորություն է թողնում, հայտարարություններ անում ինչպես միշտ առանց փաստարկների, առանց հիմքերի, առանց հետևությունների եւ պնդումների։ Այդ հետևությունների պնդումների շարքը կարելի է, հայտարարությունների շարքը կարելի է իրար հետևից շարել, խոստանում եմ մի օր կոնկրետ ցանկ կազմել եւ ներկայացնել, տեսնենք ինչքանով կբացատրեն, օրինակ ինչ եղավ իրենց անձնագրերի պատմությունը, հրաժարվեցին, չհրաժարվեցին, ոնց էին գալու եւ հաջորդ օրը դառնալու Հայաստանի Հանրապետության վարչապետ, եթե սահմանադրությամբ այլ երկրի քաղաքացիները չեն կարող լինել ուր մնաց падգամավոր միատել Հայաստանի Հանրապետության վարչապետ եւ այսպես շարունակ։ Շարք, որ մեկ այլ հայտարարություն ավելի ուշագրավ էր իդեպ Սամվել Կարապետյանի 3 կատարած, միայն այդ հայտարարությունը աչքս ընկել, որ եթե ինքը լինի վաղը վարչապետ, ինքը անմիջապես սա հարցերը
սահմանային անցակետի հետ կապված կլուծի։ Շատ հետաքրքիր է ինչ հույսով եւ ինչ տրամաբանությամբ է նման պնդում կատարել։ Ես իհարկե ենթադրում եւ հասկանում եմ, բայց այս պահին զերծ կմնամ բացատրելուց, բայց կարծում եմ այսօրվա իրենց պատգամավորների ելույթները, որ հնարավորինս ուզում էին ներկայացնել, որ իրանք ոչ հայամետ են, այլ ոչ մեկ այլ երկրի շահերը պաշտպանող, դրա մասին են խոսում, որ հնարավորինս սկզբնական շրջանում մեզ զերծ պահեն այդ հայտարարությանը անդրադարձ կատարելու, բայց ես կարծում եմ մենք այդ գայթակղությանը չենք դիմանա, ի վերջո դրա մասին էլ կխոսենք։ Քարոզարշավի վերջին օրերն էին, հա, երբ Ռուսաստանը սահմանափակումների այսպես մեծ մի հատ զանգվածային բան սկսեց Հայաստանի արտադրողների նկատմամբ եւ մեր բեռները կանգնում էին սահմանին, ինչ որ խնդիրներ էին տեսնում եւ հենց այդ ժամանակ էլ այդ նույն հայտարարությունը արվել էր, որ հենց ինքը լինի վարչապետ, անմիջապես կբացվի։ Հիմա այդ նույն մարդիկ նրա ներկայացուցիչները այս դահլիճում նստած են, այսինքն կարող ասել, որ նրանք ռուսական շահն են սպասարկում։ Դե մենք տեսանք այդ նախընտրական քարոզարշավի ընթացքում ինչպես էր Ռուսաստանի Դաշնությունը ակնհայտ փորձում օգնել այս ուժին ընտրություններին մասնակցել, Սամվել Կարապետյանին մասնակցել ընտրություններին։ Սա մեզ համար մտածելու տեղիք է տալիս եւ այո, ես նույնպես ինչպես ասացի, դա հենց այդ հայտարարությունն է ուշագրավ եղել իմ համար եւ ուզում եմ հասկանալ, փաստորեն մենք խնդիր ունենք ոչ թե ապրանքների հետ, այլ երկրի հետ տանում են խոսույթը դրան եւ դրա բացատրությունը իրենք պետք է հստակ տան։ Սամվել Կարապետյանը վերջերս նաև հայտարարել էր, որ իրենց ձեզ իշխանությունից հեռացնելու գաղտնի պլանի մի մասն է կազմելու, թիմ ընտրություններին մասնակցելը, այդտեղ եւս իշխանությունը վերցնելը, միևնույն ժամանակ տեսնում ենք, որ ուժեղ Հայաստանի ներկայացուցիչները Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ համայնքներին ինչ որ իրենց իբրև թե նախընտրական խոստումներն են իրականացնում, գյուղ տեխնիկա են նվիրում, չգիտեմ, անվճար տրանսպորտ եւ այլն, ես խնդրեմ շատ լավ, շատ ճիշտ պնդում արեցիք, ես այսօր պատրաստվում եմ ելույթում այդ գյուղ տեխնիկային անդրադառնալ, որովհետեւ այսպես ասած որոշել եմ նաև ելույթումս ասել սարքել են տժվժիկի պատմությունը թե կոմբայնի պատմությունը շատ հետաքրքիր է ես ուզում եմ ուղղակի հիշել թե ինչպիսի ողջավորությամբ էր Նարեկ Կարապետյանը խոսում թե կոմբայնը ինչպես փոխվեց տվյալ համայնքի ժողովրդի կյանքը ես կուզենայի տեսնել Նարեկ Կարապետյանի ողջավորությունը երբ իր հայրն է եղել Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար այդ ժամանակ համայնքներում տեղյակ չեն եղել որ կոմբայնի կարիք կա եւ այդ համայնքները իսկապես ունեն իրենց կյանքը փոխելու խնդիր անձնես գյուղտեխնիկայի եւ այլ տեխնիկաների ես կուզենայի տեսնել այդ ժամանակ էլ այդ ողջավորությունը կապրեր Նարեկ Կարապետյանը երբ որ այդ մասին իմանալ եւ ուզում եմ անպայման մեջ բերել նաեւ այս ընթացքում թե ինչքան գյուղտեխնիկա է հատկացվել տարբեր համայնքներին կառավարության աջակցության շրջանակներում էկոնոմիկայի նախարարության ծրագրերի շրջանակներում եւ թվերով կներկայացնեմ արդեն ամբիոնից որպեսզի տեսնենք ինչպիսի ողջավորություն կապրեն երբ որ հասկանան որ հիմա այնպիսի ծրագրեր են գործարկվում որոնցից բոլորն են օգտվում այդ թվում իրենց падգամավորներից մեկը եւս կոմբայն է ձեռք բերել հենց կառավարության եւ շվեյցարական կազմակերպության համագործակցության հետևանքով իրականացված ծրագրի միջոցով։ Այն նաև խնդրեմ, որ մի քիչ ավելի հստակեցնեք, հա տպավորություն չստեղծվի, որ մենք ուրախ չենք, որ համայնքները կոմբայն են ունենում, պարզ է խնդիրներ կան, գյուղտեխնիկայի կարիք կա, իհարկե հիմա արդեն բերքի թեր սեզոնն է սկսելու, բայց երևի մարդկանց էլ պետք է ասել, որ ինչու հա, ինչպես նշեցիք, առաջ չէր դարվում, այլ հենց հիմա, հենց նույն Լոռու մարզում, որտեղ իրենք որոշ համայնքներում առավելագույն ձայներ են ստացել, մարդիկ էլ հա պետք է հասկանան, որ դա հենց այնպես չի արվում։ Դե իհարկե դա հենց այնպես չի արվում, բնականաբար սա էլ այսպես ասած կա շարքի ձև է մտածելակերպը իրենց դեռ չի փոխվել, այսինքն այս եղանակով փորձում են հնարավորինս ամեն ինչ անել թիմ ընտրություններում քվեներ ստանալու համար եւ այս գործելակերպը նրանց այսպես ասած այրան մեջ է, այլ կերպ չեն պատկերացնում քաղաքացու հետ շփումը եւ քաղաքացու արվի վերջո գնում են այն համայնքներ եւ որևէ այսպես ասած իրենց ասած բարեգործություն են իրականացնում, որտեղ ունեցել են ամենաշատ ձայները, այսինքն այն համայնքները եթե իրենց դա իրենց ժողովուրդը չեն, իրենց հայրենակիցները չեն եւ այդ ծրագրերը իրենց համար չեն կիրառում, թեպետ այստեղից ասում են մենք գնալու ենք համայնքներ, մենք շփվելու ենք բոլորի հետ, բան, շատ լավ է որ գնում են համայնքներ եւ շփվում են եւ ես երեք կոչ արեցի այդ դեպքում թող ասեն թե համայնքներում ինչքան բան է փոխվել եւ ինչ հերթականությամբ եւ ինչ նախընտրությամբ եւ ինչպես է համայնքի բնակչի հետ իշխանությունը համահունչ աշխատում եւ իր ծրագրեր իրականացնում, պետք է նախ դրանից խոսել, հետո անդրադառնալ հետագայում թե իրենք ինչ են պատրաստվում անել եւ դա ինչպես է փոխում համայնքի բնակչի որոշ մասի կյանքը։ Ես կարծում եմ, որ ոչ բոլորն են օգտվելու այդ կոմբայնից։
Եվ տպավորություն է, որ Նարեկ Կարապետյանը նախկինում չի տեսել, հա, իր հոր կառավարման տարիներին փողոցներից սկսած գյուղի խնդիրները, բազմաթիվ այլ խնդիրներ, հենց տրանսպորտի խնդիրները։ Առհասարակ ես նշեմ, որ այս մի քանի օրվա ելույթները, երեկվա ելույթը օրինակ, երբ որ Լևոն Քոչարյանը մեր ստացած 49%-ը համեմատեց 2003 թվականին իր հայրիկի ստացած 49%-ի հետ, դա այնպեսի տպավորություն է ստեղծում, որ մեզ մարդիկ կամ հիշողության կորուստ ունեն, կամ էլ կոնկրետ պոպուլիզմի են դիմել կամ մանիպուլյացիա են անում, որովհետև 2003 թվականի ընտրությունները եղել են երևի 30 տարվա մեջ ամենասարսափելի ընտրությունները, չեմ վախենա սարսափելի բառը օգտագործելուց այդ ընտրությունների վերաբերյալ, եւ մենք նույնիսկ այս տարի մենք մեր նախընտրական քարոզարշավի ժամանակ բացահայտեցինք, որ երբ որ Մարտունու երկրորդ դպրոցի հատակը որոշել են փոխել, այնտեղից դուրս են բերել Կարեն Դեմիրճյանի անվան դիմաց քվեարկած քվեաթերթիկներ, դեռ մենք 2003 թվականի կեղծված քվեաթերթիկների հետքերը այսօր ենք բացահայտում եւ հանում, ասենք, ու մեջ բերել ու խոսել 2003 թվականի ընտրությունների մասին, ես չգիտեմ ինչ կեղծ իրականությունում է ապրում Լևոն Քոչարյանը, կամ էլ իրապես չնայած հնարավոր չէ կեղծ իրականությունում ապրել, որովհետեւ ես դուրս եմ բերել Ազատության ռեպորտաժները հենց այդ ընտրությունների վերաբերյալ եւ ես այսօր, եթե հերթս ասնի, պատրաստվում եմ հանրությանը եւս մասնակից դարձնել եւ ներկայացնել այդ ռեպորտաժներից դրվագներ, որովհետեւ թարմացնեմ հիշողությունը։ Շնորհակալ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։